Ողջույն, Reopen-ի եթերում ամփոփում ենք հոկտեմբերի 31-ը։ Նիկոլ Փաշինյանը նորից վերադարձել է ամենայն հայոց կաթողիկոսի դեմ մեղադրանքներին ու հայտարարել, որ շարունակելու են իրենց աղոթքները Հովանավանքում, հետո նաև Մայրաթոռում։ Մայրաթոռը հայտարարել է, որ ամենայն հայոց կաթողիկոսի ոցման և գահակալության 26-րդ տարեդարձի առիթով այս կիրակի նոյեմբերի 2-ին պատարագի ընթացքում կկատարվի հայրապետական մաղթանք և Սուրբ Էջմիածնում հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվի Սկևրայի սրբերի մասունքների տուփը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Եվրանեստի միջոցառմանը ադրբեջանական կողմի չմասնակցելը կապված է եղել բացառապես այդ կազմակերպության հետ ունեցած հարաբերությունների հետ, և նրանք Հայաստան գալու խնդիր չունեն։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մարտերը շարունակվում են։ Ռուսաստանը պնդում է, թե շրջափակել է ուկրաինական զորքերը Պոկրովսկի ուղղությամբ, ինչը Կիևը կտրականապես հերքել է։ Երուսաղեմում ուլտրաօրթոդոքս հրեաների հակապատերազմական զանգվածային ցույցը ողբերգական ավարտ է ունեցել։ 15-ամյա դեռահասը մահացել է բարձունքից վայր ընկնելու հետևանքով։ Տասնյակ հազարավոր ցուցարարներ փակել էին քաղաքի գլխավոր մուտքը, բողոքելով զինծառայությունից իրենց համայնքի համար երկար տարիներ գործող ազատման արտոնությունը վերացնելու դեմ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանիա Թրամփը Սպիտակ տանը շարունակել են Հելլոուինի ավանդույթը, հյուրընկալելով քաղցրավենիքի համար եկած երեխաների։ Թրամփը նաև ինքնագրեր է բաժանել երեխաներին։ Այսօրվա նորություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևելով մեր լրատվական թողարկումներին։ Ես Մերի Դանիելյանն եմ։ Ցտեսություն։